Բարև ձեզ հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի եւ ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Հայկ հրավերը ընդունելու համար մեր։ Պարոն Մխիթարյան, սկսենք ձեզանից, խոսենք նախարարի հրամանի մասին, որը թեև այսպես բառացի չի նշում դպրոցների փակման մասին, այսպես օպտիմալացման, ֆինանսական ինչ-որ հաշվարկների, այսպես քողի տակ, բայց ակնհայտ է, որ ուսումնասիրում ենք եւ ձեր կազմակերպության ուսումնասիրությունները ցույց տվել, որ խոսքը հստակ 230 եւ ավել, եթե չեմ սխալվում, դպրոցների փակման մասին է, հատկապես այստեղ թիրախը սահմանամերձ գյուղերն են եւ եթե ճիշտ եմ հիշում, մոտ 50 դպրոց միայն Սյունիքում։ Ուզում եի խոսեի սրա հետևանքների մասին ու հրամանը, ինչով են պատճառաբանում այս որոշումը։ Ուրեմն տեսեք, այս ամբողջ պատմությունը գալիս է դեռևս 2021 թվականից, որովհետեւ ներկա կառավարությունը եւ եկավ իշխանության 2021 թվականին ընդունեց 2021-26 թվականների կառավարության ծրագիրը։ Եվ այդ կառավարության ծրագրում շատ մի հատ գեղեցիկ ձևակերպմամբ մի տող կա, որը մոտավորապես հետևյալ ձևի է հնչում՝ կրթության հասանելիության ապահովում։ Բայց պարզվեց այդ ժամանակ բոլորը մտածում էին, այս ինչ լավ բան է, որ բոլոր երեխաները կունենան կրթության հասանելիություն, որակյալ կրթություն եւ այլն։ Հետո պարզվեց, որ դրա տակ թաքնված որոշակի խութեր կան, որոնք կամաց-կամաց ի հայտ եկան։ Եվ դրանցից մեկը 2023 թվականին ձեր նշած հենց հրամանն է, որտեղ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորման կարգի փոփոխություն այն դպրոցների, որոնք 100-ից ավելի քիչ աշակերտներ ունեն։ Եվ նախատեսվում է դպրոցների ֆինանսավորման կարգը փոխել մինչև այդ դպրոցների վերակազմակերպումը եւ համայնքային կենտրոն դպրոցների հետ միավորումը։ Եղավ, այսինքն ոչ միտեղ, եթե դուք տեսեք, ես ահագին բառեր օգտագործեցի, բայց ոչ միտեղ դպրոցների փակում, երեխաների արգելում, որ գնան այդ դպրոցներ, այդպեսի, այո, միավորում են սա ներկայացնում։ Այո, միավորում են, մասպետների, ուրեմն խոսույթում կա հետևյալ բառը, որ պետք է կենտրոն դպրոցներ կազմակերպենք, ուրեմն մյուս բառը, որ շատ օգտագործում են, կլաստերներ կազմակերպենք դպրոցների, կլաստերիզացիայի ենթարկենք դպրոցները եւ այլն։ Եվ այս ամբողջը, քանի որ մեր հետազոտությունը մի քանի ամիս տևեց եւ այդ հետազոտության արդյունքները մենք հանրայնորեն ներկայացրեցինք, դրանից հետո սկսվեց կառավարության, այսպես ասած, ճակերտներում ասենք, պատասխանները, որտեղ մի դեպքում ասում էին, որ ոչ, մենք դպրոցներ չենք փակում, մենք ասում ենք փակում ենք ավերակներ եւ կառուցում ենք դպրոցներ, դա էլ ուզում են հուշել այն մյուս ծրագիրը էլի կառավարության, որտեղ խոսքը նաեւ նոր դպրոցների մասին է, թե եղածի մեջ միավորման, այսպես խոշոր քաղաքների, գյուղերի դպրոցների միավորման մասին։ Դե տեսեք, ուրեմն ծրագրով այդ 300 դպրոց 500 մանկապարտեզ այդպիսի ծրագիր կա, որի անունն է մինչև 2026 թվականը կառուցվող, վերակառուցվող դպրոցների ցուցակ եւ որի մեջ 300 դպրոց է, բայց այդ ծրագիրը 2025 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ, այսինքն մինչև 26 թվականի սկզբից 2 շաբաթ առաջ, ծրագիրը իրականացվել է ընդամենը 20%-ով, 60 դպրոց է պատրաստ եւ հանձնված շահագործման։ Հիմա ենթադրվում էր կամ իրենք էին մտածում, որ այդ դպրոցները կկառուցեն, այս դպրոցները կփակեն, կմիավորեն այդ նոր կառուցվող դպրոցներին։ Բայց միևնույն է 230 դպրոց, 231 էր, վերջում 2 դպրոց դուրս եկավ հունվարի 30-ին։ Մնաց 229 դպրոց։ 229 դպրոց միավորել այդ 60 դպրոցում ուղղակի անհնար է։ Մանավանդ որ այդ դպրոցների մի մասը այնպես չի, որ հենց սահմանամերձ շրջաններում է կամ բարձր լեռնային շրջաններում է։ Այստեղ մի հատ կարևոր բան եմ ուզում ասել։ Ուրեմն կառուցված 2 դպրոց, մենք այդ քննարկման ժամանակ մեզ մոտ հյուրեր Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։ Պարզվեց, որ այդ մարզում կառուցվել է 2 դպրոց եւ 2 դպրոցներ նախկին ադրբեջանաբնակ գյուղերում։ Գոմքը եւ Եղեգիսը, հստակ կանոններ են։ Որտեղ բնակչությունը այնքան քիչ է, որ այդ դպրոցներում երեխաներ էլ գրեթե չկան։ Ում համար են կառուցվում այս դպրոցները, տեսեք, այս գյուղերում։ Եվ մյուս կողմից փակվում 229 դպրոց, որովհետև այդ դպրոցների համար ֆինանսավորումը 2026 թվականին
հատկացված ֆինանսավորումը կազմում է 2025 թվականի ֆինանսավորման ուղիղ կեսը։ Դա նշանակում է, որ 2026 թվականի առաջին կիսամյակի այդ դպրոցները կգործեն, բայց կներեք, կասեն երկրորդ կիսամյակի համար այլևս գումար չկա, որպեսզի այդ դպրոցները գործեն։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ դպրոցների հիմնական մասը դեպարզ է փոքր գյուղերում է, փոքր բնակավայրերում է, եւ դրանք հիմնականում սահմանի երկայնքով են։ Ինչպես ասացիք, շուրջ 50-ը Սյունիքի մարզում է, ընդհանրապես 55 սահմանամերձ բնակավայրերի դպրոցներ է փակվելու, որից 27-ը Սյունիքի մարզում է, 27։ Դա նշանակում է ուղղակի 27 բնակավայր, Սյունիքում այնքան այնպես չի, որ շատ բնակավայրեր կան։ Ուղղակի դատապարտել դատարկման։ Հետո շարունակվում է ուրեմն Վարդենիսում, Գեղարքունիքի մարզում ունենք եւ Տավուշի մարզում, սահմանային դպրոցներ են։ Ինչպես նաեւ ունենք շատ դպրոցներ Շիրակում, հիմնականում Ամասիայի Մաշոցքում, որտեղ արդեն բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրեր են։ Սա ինչ հետևանքներ կունենա արդեն երեխաների կրթական որակի, կրթության մոտիվացիա, ինչպես նաեւ այստեղ նաեւ հետևում է, որ մանկավարժների կրճատում պետք է տեղի ունենա։ Այո, հիմա թվերի լեզվով, եթե ասենք թե ինչ է կատարվելու, այս պահի դրությամբ այդ փակվող դպրոցներում հաճախում է դասեր են անում 8700 երեխա, աշխատում է 2310 ուսուցիչ եւ շուրջ 2400 լրացուցիչ անձնակազմ դպրոցներում, դրանք հավաքարարներն են, տեխնիկական, ֆինանսական հարցերով զբաղվող մարդիկ են եւ այլն։ Այսինքն մենք շուրջ 5000 աշխատատեղ ենք հանելու այդ փոքր բնակավայրերից եւ երեխաներին դատապարտելու ենք, որպեսզի նրանք ուրեմն իրենց բնակավայրի դպրոց ուղղակի չգնան։ Մեզ ասում են, գիտեք, մենք այդ դպրոցները չենք փակում, ուղղակի դպրոցի չենք թույլ տալու, որ երեխաները մտնեն իրենց բնակավայրի ուրեմն դպրոցները։ Այսինքն ինչ է, դա փակել չի, հա։ Փակել բառը չկա, ընդամենը։ Փակել բառը չկա, այո։ Բայց թույլ չեն տալիս, որ դպրոց Թույլ չենք տա, ասում են։ Մենք սեպտեմբերին թույլ չենք տալու, որ երեխաները գնան իրենց գյուղի դպրոց։ Թույլ չենք տալու, բայց դա չենք փակում այդ դպրոցը։ Պարոն Նահապետյան, անդրադառնանք հարցին անվտանգային տեսանկյունից։ Ակնհայտ է, որ դպրոցների փակումը թե աշխատատեղերի կրճատման, ինչպես նաև թե կրթության այդ անհասանելիության պատճառով սա ստիպելու է, որ շատերը ժամանամերձ բնակավայրերից մարդիկ ստիպված լքեն, որպեսզի իրենց երեխան ավելի հասանելի կրթություն ստանա, մանկավարժներն, որպեսզի աշխատանք ունենան։ Այս առումով ինչ հետևանքներ։ Ես կարծում եմ, որ սա պետական քաղաքականություն է, բայց ոչ Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների կողմից մշակված, սա մշակվել է նվազագույն Ադրբեջանում, որտեղ եթե ուշադրություն դարձնենք, հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի ամբողջ եկամքով բնակավայրերում են դպրոցները իրականում փակվում։ Սովորաբար շրջանների դատարկումը գործընթացը սկսում է համայնքների բնակավայրեր կան գյուղական, որոնք հետո համայնքներ, հետո խոշորացված համայնքներ։ Այսինքն դու սահմանամերձ բնակավայրից աստիճանաբար կառավարումը ներուժի կենտրոնացումը բերում ես մի բնակավայր, այսինքն դատարկում ես մյուս բնակավայրերը, իսկ հիմա փաստացի այդ բնակավայրերում ապրող մարդկանց կենսագործունեությունը դու զորոյացնում ես, ինչպես։ Օրինակ, եթե երիտասարդ ընտանիք է, ունեն երեխաներ, որոնք դպրոց պիտի գնան։ Հիմա իրենք հնարավորություն չունեն, ենթադրենք, այդ բնակավայրում չկա դպրոց, որը արդեն փակվել է, պիտի գնա խոշորացած համայնքի ինչ որ մի դպրոց։ Տանելը, բերելը, հա, այսինքն այն կապը, որը շատ բնական տիրներ գյուղում դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ծնողների, չէ, վերջին հաշվով դա մեծ հաշվով մի մեծ ընտանիք է դառնում։ Այդ կապն են կտրում եւ երիտասարդ ընտանիքները տեսնում են, որ խնդիրներ կա, այդ թվում նաեւ մանկապարտեզներ, ասենք ծնողները աշխատում են, երեխաներին ցանկանում են մանկապարտեզներ տալ։ Չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Եվ շատ բնական է, որ այդ երիտասարդ ընտանիքը ձգտում է ինքը դուրս գալ գյուղից։ Գնալ ենթադրենք այդ խոշորացված համայնք կամ մարզկենտրոն կամ ավելի մեծ բնակավայր կամ Երևան քաղաք։ Ես որպեսզի մեզ լսողների համար պարզ լինի, թե ինչպես են դատարկում բնակավայրերը, մի օրինակ բերեմ, 1948 թվականին, երբ ստեղծվեց Իսրայել պետությունը, ինքը ամբողջովին շրջափակված էր ոչ բարեկամ երկրներով, արաբական երկրներով, որոնք ցանկանում են, որ այդ պետությունը գոյություն չունենա, Իսրայելը։ Ուրեմն առաջին որոշումներից էր շփման գծի սահմանամերձ բոլոր բնակավայրերում ստեղծել ռազմականացված բնակավայրեր։
Այսինքն այդտեղի բնակիչները իրենք նաև պոտենցիալ զենք կրող էին։ Մեկ, երկրորդ, պետության կողմից տրվում էր ուրեմն արտոնություններ բոլոր առումներով՝ տնտեսական, սոցիալական, արտադրանքի սպառման, բացարձակապես պետության թիվ 1 ուշադրությունը իր հարևանների հետ շփման գծում գտնող բնակավայրերն էին։ Այսինքն հասկանալի է, որ դա դարպասներ են հակառակորդի կողմից քո երկրի ներսը խորքը թափանցելու եւ այդ դարպասները պետք է ամուր փակ լինեն։ Ամուր փակ լինելու համար մարդկանց դու մոտիվացիոն դաշտ պետք է ստեղծես, որ ինքը Առաջին երաշխիքը բնակիչների ներկայացումը։ Այո, իրենց աշխատանքը։ Հիմա ես Սյունիքի մասին խոսքը գնաց, Գեղարքունիք, Վարդենիսի մասին։ Ուշադրություն դարձրեք մեր շատ բնակավայրերի բնակիչները, այդ թվում նաև Սյունիքի, իրենց գյուղատնտեսական նշանակություն հողատարածքները, որով ոչ միայն իրենք կերակրում են իրենց ընտանիքը, իրենք իրենց տան մոտ եղած հողի մշակման բավարար չափով կարող են սնունդ ստանալ, բայց երբ որ գյուղնշանակության հողատարածքներ, որ իրենց սեփականության կամ վարձակալությամբ են օգտագործում, դա նաև իրենց ընտանիքի սոցիալական, առողջապահական, կրթական շատ խնդիրներ լուծելու համար, բնակարանային խնդիրներ։ Հիմա այդ տարածքները այլևս չի մշակվելու։ Ինչու՞, որտեղ հակառակորդը բավականին առաջխաղացում ունենալով ուղղակիորեն թիրախավորում է այդ բնակավայրերը։ Այսինքն մարդը վախում է դուրս գալ դաշտում աշխատել, ընդ որում մի քանի տարի այդ դեպքերը եղել են, երբ աշխատել են հակառակորդը կրակել է, եւ սպանել է, եւ վիրավորել է։ Այսինքն սա էլ մյուս կողմից, այսինքն մարդը երիտասարդ ընտանիքը չի ուզում գյուղում ապրի, որտեղ երեխան չի կարող սովորել։ Ուզում է տունը պահի կերակրի, նյութական շահույթ ստանա, որ իր մյուս հոգսերը հոգա, հակառակորդը թույլ չի տալիս։ Այսինքն եթե ուշադրություն դարձնենք, իսկապես միգուցե առերևույթ սա պատահական է, բայց վստահաբար եմ ասում, սա կոնկրետ քաղաքականություն է եւ պատահական չի։ Սողացող էքսպանսիա կարող է։ Այո, եւ գիտեք ինչի համար։ Հիմա պատկերացրեք մեր գյուղերը, որ դատարկվեց, ասենք հետո առաջին քայլն է, թե ընդհանրապես դառնու վերջանում։ Ես կարծում դա առաջին քայլն է։ Եվ պատահական չի, շատ հետաքրքիր պարոն Մխիթարյանն օրինակ բերեց, երբ Էդգար Ղազարյանը կոնկրետ ասել է, ուրեմն համայնքային կենտրոնական դպրոցներ կառուցում են այն բնակավայրերում, որտեղ նախկինում ադրբեջանական ա եղել, հիմնականում, ասենք հայերն են եղել, բայց հիմնականում ադրբեջանցիներ։ Այսինքն կարծում եք սա հաշվառված է։ Այո, այնպես ինչպես եւս մի օրինակ բերեմ, այսինքն առերևույթ դա թվում է մեզ մոտ այս բան մի քիչ այդպես ֆանտաստիկ, բայց օրինակ բերեմ։ Կա Տիգրանաշեն գյուղ, Երասխի մոտ։ Այդ գյուղը ազատագրվել է, ազատագրող ջոկատի հրամանատարի Տիգրանի Արնով դրվել է, ինքը զոհվել է, այո։ Հիմա դա ինքը անկլավ է։ Ընդ որում, եթե այդ անկլավում վերադառնում են ադրբեջանցիներ Նախիջևանից, դա մեր միջպետական ճանապարհի վրա ուղղակի գյուղը կպացի ճանապարհին 15-20 մետր հեռավորության վրա առաջին շենքերն են։ Այսինքն միջպետական ճանապարհը ուղղակի կտրվում է եւ Հայաստանը, եթե քարտեզում նայենք, ուր երկու մասի է բաժանվում։ Հիմա պատկերացրեք, այդ բնակավայրում գալիս են ադրբեջանցիները եւ իրենք ապրում են այդտեղ։ Իդեպ կներեք, այդ դպրոցը ընդգրկված է այս ցուցակում։ Այո, Հիմա այնտեղ գործող դպրոց կա, մեր երեխաները գնում են այդ դպրոցը եւ այդ դպրոցը էլ չի լինելու։ Այսինքն այդտեղից դի բնակիչը դուրս գա, ուշադրություն դարձեք։ Ուրեմն այդ գյուղը որպես համայնք, ասենք խորթային տարիներին, ուներ իր տարածքը։ Եվ գյուղի տարածքը միայն չի շրջափակվում բնակարաններով, այո, ուներ տարածք։ Եվ բարձում է, որ 2019 թվականին այդ միջպետական ճանապարհը ասֆալտապատում են անում։ Եվ շատ բնական է, որ ասֆալտապատում պետք է անեն ամբողջ ճանապարհը։ Բայց ինչպես ասում են, ինչու ասֆալտապատենք մի բան, որը հետո մերը չի լինելու։ Իսկ ասֆալտը 1 կիլոմետրի վրա բավականին կլորի գումար է ծախսում, եթե նորմալ չափորոշներով 100,000 դոլարներ գումար է։ Մոտ 13 կիլոմետր ասֆալտ չի արվում։ Այդ ճանապարհը մինչև հիմա այդպես կա, եւ դրա վերաբերյալ ես լավ հիշում եմ, առաջին անգամ հաղորդում տվեց հասարակական դաշտում բավականին այդպես ճանաչում ունեցող ակտիվիստներից մեկը Նայիրի Հոխիկյանը։ Եվ այդ ճանապարհը նկարել էր, այսինքն ասֆալտ արվել է, չի արվել այն մասը, հələ դա 2019 թիվն է, հələ 20 թիվ չկա, Արցախի կորուս չկա, 23-ին չկա, 44-օրյան չկա։ Այսինքն 19 թվին չի արվում ասֆալտ մի ճանապարհի, միջպետական ճանապարհ է, որը
այդ Տիգրանաշեն կամ ադրբեջանական անունով քյարքի համայնքի տարածք է համարվում։ Այսինքն տրամաբանությունը ո՞րն է։ Մի տրամաբանություն, որ այդ գյուղը վաղ թե ուշ վերադարձվելու է Ադրբեջանի, վերադարձվելու իր ամբողջ սահմաններով եւ այդ սահմանի մեջ մտնում է միջպետական ճանապարհի հետ հատվածը։ Պատկերացնում եք։ Հիմա եթե գանք մեր բնակավայրերին, մեր գյուղերի մի մասը Սյունիքում ընդ որում, նրանք ովքեր որ կամավորները գրում են մարտական հերթապահություն են իրականացնում, հա, ես նաև ընկերներ ունեմ, բարեկամներ ունեմ, որոնք այդ ծանր տեղերում գնում են ծառայություններ իրականացնում։ Գյուղեր կան, որ կիսաշրջափակված վիճակում են։ Դուք պատկերացրեք մի օր, երկու օր, մի ամիս, 6 ամիս, մի տարի, 2 տարի հոգեբանորեն այդտեղի բնակիչը ինչու պիտի ապրի այդ գյուղում։ Բանավեճանի դեպ միջև զրույցն էլ, հարցազրույցը դուք եք նշում, որ շարժումը, որի անդամ եք հանդիսանում, խոսքը ոչ արևմտյան Ադրբեջանի շարժումն է, սյունեցիներից հատկապես շատ ազանգ է ստանում ու հատկապես այս իրավիճակում Իրան, երբ որ այդպես մեծ հոսք կարող է Իրանից լինել։ Հիմա այդ մեծ հոսքի մասին ես կասեմ, այսինքն մենք հիմա գնահատում ենք այսպես. մեր բոլոր Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերը իրենք պոտենցիալ դատարկվող են։ Այդ խոշորացած համայնքներում կենտրոնացված դպրոցներ, սա պատական չի։ Այսինքն գյուղերը դատարկելու, իսկ դատարկելուց հետո երկրորդ քայլ լինելու է վստահաբար այո, այդտեղ գալու են ադրբեջանցիներ։ Օրինակ Սյունիքի պարագայում ո՞նց են գալու։ Օրինակ պատկերացրեք այն ինչ հիմա տեղի ունենում Իրանի հետ եւ ռմբահարումներ այդ բնակավայրերում, որ Հայաստանից սահմանակից է 42 կիլոմետր մենք սահմանում ենք։ Եվ այդ բնակիչները շատ բնական է, այսինքն դու այդ բնակչին չես կարող ասել, ինչու ես փախչում, որտեղ ռումբ կա, ինքը փորձում է գալ մի տարածք, որտեղ ռումբ չի ընկնում, այլ պետության տարածք։ Բայց հետաքրքիր գիտեք որն է, որ այդ տարածքից գալու են հիմնականում ազերիներ, որտեղ մեր հարևան սահմանակից տարածքում ադրբեջանցիների եւ Իրանի երկու կողմն էլ ազերիներ են։ Թեև Ադրբեջանում այնքանով որքանով են ազերի, նախկին Կովկասյան թաթարները, իրական ազերիները Իրանում են, հա, բնակվում։ Բայց հիմա եթե օրինակ եկան մեր այս դատարկված կամ կիսադատարկ գյուղերը, պատերազմներ փախնում են, փախստականի կարգավիճակ է, միջազգային կոնվենցիաներ են աշխատում, օրենքներ են աշխատում, եւ այդ մարդուն դու ոչինչ չես կարող անել։ Ավելին, միջազգային օգնություն է գալու, այդ մարդը գալու է ոչ թե վրանի տակ ապրի, գալու է գյուղը դատարկ։ Է գալու է տուն մտնի, չէ՞։ Հետո միջազգային օգնություն կա գալիս, հետո պարզվում է, որ այդ միջազգային օգնության հոսքերից նաև երևում է Ալիևի եւ Էրդողանի ականջները, որպեսզի գան, ապրեն եւ մնան։ Այսինքն գյուղերի նվաճման մի քանի ձևեր կա, միջոցներ կա։ Այդ ձևերից մեկը աշճանաբար քո բնակիչներին պայմաններ է ստեղծում, ինքը դուրս է գալիս։ Աշխարհակահական ինչ որ իրավիճակ է ստեղծում, որտեղ հարևան երկրից փախստականներ են առաջանում եւ այդ փախստականները իդեպ գալիս են քո դատարկ գյուղերը։ Հետո այդ փախստականներին շատ դժվար է իդեպ անել։ Այնպես չի որ փախստականը եկավ, դու հետո որոշում ես դուրս անել։ Ես մեկ օրինակ բերեմ, Թուրքիան ինչպես է պատրաստվում, եթե Աստված մի արածե, Իրանի, Թուրքիայի սահմանակից շրջաններում ռմբահարումներ, հրթիռակոծություններ լինեն Ամերիկայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, ապա լինելու փախստականների մեծ հոսք։ Այդ հոսքը, որպեսզի Թուրքիայի տարածք չմտնի, մի քանի շերտանոց խրամատներ, խրամուղիներ են կառուցվել։ Այսինքն հսկայական փոսեր է, որտեղ մարդը, որ այդ փոսը ֆիզիկապես չկարողանա, ֆիզիկապես ինքը նախիջնելն է դժվար, նույնիսկ եթե իջնես սահելով, բարձրանալ չես կարող։ Այդ չեմ ասում ընտանիքի անդամներով, երեխաներով, բերով, բարձով, չես կարող բարձրանալ։ Իսկ մենք մարդկանց այդ հոսքը կառավարման պլան, ծրագիր, այսպես մեթոդ։ Ես որից է ձևով սովորաբար արտակարգ իրավիճակների նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, գոնե նվազագույնը, այս երկուսը պետք է ունենան համապատասխան պլաններ, փախստականների դեպքում ինչ պետք է անել։ Բայց այն որ մեզ մոտ հանգիստ է եւ եթե Աստված մի արած այդ փախստականները եկան եւ այդ մեր կիսադատարկ գյուղերը մտան, մենք ոչինչ չեն կարող անել, այսինքն խոչընդոտելու թույլ չտալու համար դու ոչ մի գործիք, ոչ մի միջոց չունես։ Ի տարբերություն դրան, օրինակ Թուրքիան ստեղծել է։ Ես ակնհայտ եմ ասում, մեծ աշտարակներ է կառուցել, որը բավական մեծ հեռավորության վրա նաև մասնագետներ են դրում։ Ես իդեպ Թուրքիան Իրանին ասել էր, որ եթե փախստականներ հոսք լինի, ինքը խիստ պատրաստական է օգնել փախստականներին, բուժ օգնություն, սնունդ, վրանային ամբողջ 100,000-ներով ճամբարներ, բայց մի բաց է դրել Թուրքիայի ներկայացուցիչը։ Ասել էր ձեր տարածքում դա կլինի, ոչ թե իմ տարածքում։
Իրանում ես կարող եմ գալ օգնել սահմանամերձ բնականում ձեզ կօգնեմ, բայց ոչ իմ տարածքում։ Իհարկե Թուրքիան նույնիսկ լինելով տարածաշրջանային որոշակի հզոր պետություն, ինքը հասկանում է ինչ ասել է 100,000-ավոր եւ միլիոնավոր փախստականներ։ Առավել եւս որ այդ փախստականները իր համար շահեկան չեն, որտեղ դրանք շիա մահմեդական են, Թուրքիայի նկատմամբ ոչ այդքան լավ տրամադրված, բայց նույն Թուրքիան օրինակ փախստականների մեծ հոսք թույլ տվեց Սիրիայից եւ այդ փախստականները մոտ 2.5-3 միլիոն փախստական է գնացել։ Փախստականներից հետո ինքը բանակ ստեղծեց։ Եվ հետո այդ բանակը, ինչպես ասում եմ, վերջում մտավ Սիրիա։ Եվ այսօր այդ բանակի ներկայացուցիչները իրենք նաև իշխանություն են Սիրիայում։ Հիմա ես զուգահեռ ինչ եմ տանում։ Պատկերացրեք այդ նույն փախստականները, որոնք Ադրբեջանից կամ Իրանից գալու են մեր բնակավայրերը, հետո եթե փորձես հանել իրենք դուրս չեն գա, հետո միջազգային իրավունք Կամրանան էստեղ։ Կամրանան, այո, իհարկե վստահաբար։ Այսինքն այսօր Հայաստանի ազգային միատարրության խնդիր։ Վստահաբար, այսինքն երկիրը նվաճելու տարբեր ձևեր կա։ Օրինակ դու ստեղծում ես բավարար չափով իրավական մեծ դաշտ, ուրեմն ներգաղթյալների համար, որոնք փախստական չեն։ Օրինակ Եվրոպայում իսլամ դավանողների տոկոսը արդեն խիստ վտանգավոր է ցանկացած եվրոպական երկրի համար։ Առավելս նրանց աճի տեմպերի ի համեմատ Եվրոպայում բնակվող բնիկ ժողովուրդների։ Հիմա եթե մեզ մոտ այդ վտանգը լինի եւ մեզ մոտ գան, ինչ է կարծում, այդ նվաճումը արդյոք միայն փախստականներով, իսկ եթե նույն վերաբնակներով լինի, օրինակ Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից, Պակիստանից, հիմա մենք տեսնում ենք, չէ, որոշակի այդպես էթնիկ տար է երևում, հիմնականում Երևանում, որը կարծ են աշխատելու, իրենց իրավունքներ ունեն, իսկ եթե այդ հոսքը հետո պարզվի, որ 100,000-ներ լինեն, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանություն կոչեցյալները իրենք ունեն ծրագիր, բայց ունեն Հայաստանի էթնիկ կազմը փոխելու։ Հիշում եք ինչ որ մի թիվեր ասում, 2050 թիվեր ասում, թե ինչ ասում են 5, 6, 7 միլիոն բնակչություն ենք ունենալու։ Այդ բնակչությունը, եթե քո աճի տեմպերը նույնիսկ վտանգ է ներկայացնում աճի տեմպերով, այսինքն դու աճ չունես, կորուստ ունես, քո մահվան ցուցանիշները ծնունդի հետ համեմատած դրական է մահվանը, այսինքն մահ ավելի շատ է, քան ծնունդը։ Բայց քո մոտ աճը ո՞նց է առաջանում, օրինակ հետաքրքիր է։ Ներգաղթյալներով մեկ էլ էս փախստականներով երկուս։ Այսինքն սա պետական անվտանգության տեսանկյունից ստրատեգիական խնդիր է։ Եվ այս ստրատեգիական խնդրի օրվա իշխանությունները ինչքանով են լծվել։ Ես ասում եմ, այո, լծվել են եւ նախանձախնդիր կերպով գործ են անում։ Բնակավայրը դատարկելու ադրբեջանցիների եւ Իրանից ազերիների մեր բնակավայրերը հանձնելու։ Դրա լավագույն ցուցիչը այս դպրոցների փակումն է։ Սա գիտեք, մի դպրոց չի, երկու դպրոց չի, պարոն Մխիթարյան թիվ է ասում է։ Մեր ուշադրելուց է 229 դպրոց։ 229 ներողություն, որից 218-ը այդ բնակավայրի միակ դպրոցն է։ Այսինքն եթե այդտեղ չեն 218 բնակավայր Պետք է ստիպված լքեն։ Այո, այսինքն լքում են։ Այո, հետաքրքիր 218, այսինքն դպրոցը եւ բնակավայրը կանգնում է, կյանքը կանգնելու է։ Իսկ եթե ադրբեջանցիների 300,000 Ալիևի խոստացած թիվը գալիս է եւ մեր բնակավայրում միայն ասենք մի քանի տասնյակ ծերունիներ են, ո՞նց են դիմադրելու օրինակ ադրբեջանցիների հոսքին, օրինակ ինձ հետաքրքիր է։ Երիտասարդները հիմնականում դուրս են եկել, երիտասարդ ընտանիքները դուրս են, իսկ այդ երեխաների հետ կապված հիմնականում դրանք երիտասարդ ընտանիքներն են, չէ՞, որոնք երեխա ունեն։ Իրենք դուրս են գալու գյուղում մնալու են տարիքով ծերերը։ Նա ինչպես է դիմադրելու։ Այսինքն գյուղերի հանձնման կոնկրետ Թուրքիայի, Ադրբեջանի կողմից մշակված ռազմավարությունը այսօր Հայաստանի իշխանությունները կյանք են կոչում։ Այսինքն սա սողացող նվաճում է, բացահայտ չի, մենք արերևույթ չենք տեսնում։ Ես օրինակ հորդորում եմ, ոչ միայն, շատ լավ է, որ այս լրատվամիջոցը այս հարցը բարձրացնում է, նաև մեր մյուս այն լրատվամիջոցների, որոնց համար միևնույն չի, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչպիսի ներգաղթյալների թվաքանակ, ինչպիսի փախստականներ կարող են լինել, թող գնան սահմանամերձ բնակավայրերը եւ իսկապես վիճակագրություն, ժողովրդագրական վիճակը։ Օրինակ այս վերջին 8 տարիների ընթացքում աճ տվել է թե չի տվել։ Դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, աշխատատեղ եղել են, հարցն է։ Ես մի օրինակ բերեմ, շատ հետաքրքիր օրինակ է, որ իրոք սա Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդին Ադրբեջանի պետական քաղաքականություն է։ Հայաստանում արդեն 3-րդ տարին է գործում է եվրոպական Եվրամիության
քաղաքացիական դիտորդական առաքելություն կազմակերպությունը, որոնց անդամները ստացել են դիվանագիտական անձեռնմխության իրավունք։ Հայաստանում ընդունվել է իրավական ակտ, որ այդ անձանց նկատմամբ Հայաստանի իրավապահ համակարգը որևիցե պահանջ չի կարող ներկայացնել։ Իրենք դիվանագիտական անձեռնմխություն են։ Հիմա դրանց գործառույթը ինչով է պայմանավորվում։ Արևույթ իբր թե գնում են ուսումնասիրում են հայ-ադրբեջանական սահման եւ այլն։ Դրանք բոլորը հետախուզներ են, բոլոր անխտիր եւ դրա վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության պատկան կառույցները պարբերաբար բարձրացան են։ Ուրեմն պատկերացրեք, սան գնում են ուսումնասիրություններ են անում, ինչ ուսումնասիրություններ։ Գնում են այն բնակարարը Հայաստանի կապ չունի դա սահմանավորված բնակարար թե ոչ, որտեղ նախկինում բնակվել են ադրբեջանցիներ։ Հարցնում են, օրինակ, իրենց մոտ հասցեներով կա, թե որ տներն են, որ ադրբեջանական են։ Գնում են, ասենք, մի այդ տունը վերանորոգվել է հայեր են ապրում։ Հետաքրքրում են, քանի հայ է ապրում։ Ծավալները տան մեծացել է, թե չի մեծացել։ Կամ գնում են, այս կողքի շենքը ենթադրենք նախկինում ադրբեջանցի, իսկ ուր է այդ տունը քանդվել է, տեղը ոչինչ չկա պատ։ Այսինքն դու ինչու ես հաշվառում մի բան, որտեղ նախկինում ադրբեջանցիներ ում համար ես հաշվառում։ Եվ հիմա իմ ասածը ես մի շատ կարևոր փաստարկով եմ եւս ուզում լրացնել եւ ամփոփել եմ խոսքը։ Ուրեմն պարզում է, որ վերջերս Գիտությունների Հայաստանի ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում հավաք է եղել նոր ինստիտուտի տնօրենը գիտնականների հետ ինչ-որ հարցեր են քննարկել, որ գիտական հարցեր ինստիտուտի գործունեության եւ ոչ օրակարգային մի հարց է մտել։ Գիտնականներին խնդիր է դրվել, որ վերջիններս տան Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակվելու վայրերի, անվանումների, տեղանունների, իրենց հավատքի վայրերի, մզկիթների եւ այլն, այդ ամբողջական պատկերը, որը բնականաբար պատմության ինստիտուտը ինչ-որ ձեւով կլինի եւ ընդվզում է եղել ըստ տարածված տեղեկատվության գիտնականների եւ այդ ինստիտուտի աշխատակիցների կողմից նորանշանակ տնօրենը, որը գիտնական պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի տեղն էր, ասել է, որ կադաստրի պետական վարչությունը, որը կառավարության առընթեր մարմին է, այո, ինքը տեղեկագրեր է պատրաստում եւ այդ տվյալները պետք են եւ տեղեկագրերի համար եւ քարտեզների համար։ Օրինակ ինձ հետաքրքրում է, շատ հետաքրքրում է պատմության ինստիտուտ եւ կադաստրի վարչություն ինչով են զբաղված, այսինքն ինչու է Հայաստանում հիմա պատրաստում քարտեզներ տեղեկագրեր, թե որտեղ որքան ադրբեջանցի է ապրել, ինչ անուններով են ապրել։ Ակնհայտ է, չէ, այս ամեն ինչ հողը նախապատրաստում այսպես կոչված 300,000, ես վստահաբար ասեմ, շատ ավելի մեծ թվականակով ադրբեջանցիների վերադարձի համար։ Սրա դեմը պետք է առնվի ոչ միայն մասնագիտական խմբերը, այլ մեր ամբողջ ժողովուրդը։ Մեր զանգվածային լրատվամիջոցները ես հորդորում եմ, շատ ակտիվ միշտ եղել են եւ հաղթական են դուրս եկել եկեղեցու հետ պայքարում։ Այս հարցը դարձնել խիստ օրակարգային, որտեղ օրվա իշխանությունները մեծ ոչ թե արահետ, այլ ճանապարհ են բացում մեր բնակարարում ուրեմն ադրբեջանցիների վերադարձի համար։ Իմ հորդորը սա է։ Շնորհակալ եմ պարոն Ապետյան եւ արդեն ամփոփ Ուրեմն սրանից ինչ հետաքրություն պիտի անենք, որ առաջին հայացքից անմեղ թվացող եւ ստիրուն բարերի շղարշի տակ թաքնված դպրոցների փակման ծրագիրը պետք է կասեցնել, կանգնեցնել, որովհետեւ դա իր հետ բերելու է անկանխատեսելի հետևանքների եւ որը հիմնականում անվտանգային խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Եվ իզուր չէ, որ Հայաստանը անվտանգության, ազգային անվտանգության հայեցակարգը ըստ էության չունի։ Վերջին հաստատված հայեցակարգը 2007 թվականին է, բայց դրանից սարի-ձորի տարբերություն կա հիմա իրավիճակի։ Եվ այս իշխանությունը ըստ էության չի էլ ուզում այդպիսի մի բան ունենալ, այսինքն ինչն է մեզ համար ազգային անվտանգության տեսակետից սպառնալիք եւ ինչ պետք է անել այդ սպառնալիքները չեզոքացնելու կամ գոնե հասցեագրելու ուղղությամբ։ Ուրեմն սրանից հետևություն մենք պետք է անպայման բոլորը ջանքերը դնենք, որպեսզի դպրոցների փակման ծրագիրը կասեցվի, ընդհակառակը պետք է ֆինանսավորումը մեծացվի, որպեսզի այդ դպրոցները, որոնք համայնքահեն, համայնքաստեղծ նշանակություն ունեն, կարողանան հենց իրենց տեղում զարգանալ։ Ֆինանսների առումով ասեմ, ուրեմն այդ 200 մոտ 230 դպրոցների համար նախատեսված 1 տարվա բյուջեն ընդամենը 7 միլիարդ դրամ է, բոլոր ծախսերը ներառած։ Դա ավելի քիչ է, քան անցած տարվա վերջին տված պարգևավճարները
եւ այս կիսամյակի խոստացված պարգևավճարները իր հետ, որոնց թիվը ընդհանրեն ավելի քան 8 միլիարդ դրամ է ստացվելու։ Այսինքն, ուղղակի պետք է պարգևավճարներ չտալ եւ պահել այս դպրոցները։ Շնորհակալ եմ, պարոն Աքսուրինցի համար։ Հարգելի աստատիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի եւ ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։